Եվ իր ներկայությունը ուղղակի անուշահոտությամբ լցնում է այստեղը, անուշահոտությամբ լցնում մեր կյանքը։ Հալեցնում է սիրտը, ամենայն սառած սիրտը, այն քար սիրտը, այն սառույցները հալվում է, լցում ես սիրով, ներում ես, փոխվում ես իր ներկայության մեջ։ Մի ասա իմ մոտ չի ստացվում, ոչ մեկի մոտ չի ստացվի։ Մեր մոտ մենակ մի բան պետք է ստացվի, առաջի քայլը սովորենք աղոթքի մեջ գանք Տիրոջ առաջ, տանը։ Նայեք, Աստված մեծ բաներ, ծանրություններ մեր վրա չի դրել։ Մի հատ պարզ քայլ է տվել, այդտեղից է շարունակվում։ Հենց որ դու սկսես այդտեղից, կտենաս մնացած բաներն է կարգավորվում է քո կյանքում։ Մարդիկ պայքարում են մեղքի դեմ, չարի դեմ, չգիտեմ ինչ որ բաների դեմ, որ ուզում են հաղթարեն ու չեն կարողանում, ասում են, դժվար է, չեմ կարողանում, այս մեղքը կապում է, այս սատանական իշխանությունն է, մի բան, կապ չունի։ Կապ չունի ինչ վիճակի մեջ ես։ Գնա մտի սենյակդ ու շփվի Աստծու հետ։ Աստված չի սպասում, որ դու կատարյալ դառնաս նոր գաս քո սենյակի մեջ աղոթես ինքը լսի քեզ։ Էսի կրոնի հոգին է։ Իհարկե մյուս կողմն է կա, որ մենք չենք չարաշահում Աստծո սերը, չենք ասում ինչ ուզենք անենք, մեկը Աստված կընդունի։ Ես այդ դեպքի համար չեմ ասում, բայց ես այն դեպքի համար եմ ասում, երբ որ դու իսկապես ուզում ես ճիշտ, սուրբ, Աստվածահաճո կյանքով ապրես եւ քո մոտ չի ստացվում։ Ու Տերը գիտի, որ դու ուզում ես, Տերը գիտի, որ կռիվ ես անում, պայքարում ես, մարմինը իշխում է, դև իշխում է։ Այդ դեպքում արի մտի Տիրոջ առաջ ու աղոթք արա, շփվիր այդ, քո սիրտը բացիր այդ։ Աստված, դու ասում ես, Աստված չի ընդունի ինձ, միջև չմաքրվեմ։ Մաքրողը ով է։ Մաքրողը ինքն է։ Տեսեք, ամենաշատ սրբություն քարոզող մարդկանցից մեկը, չեմ ասում մենակ ես եմ, դրանցից մեկն եմ ես, ամենաշատ սրբություն քարոզողը, պատվիրաններով ապրելը, ճիշտ կյանքով ապրելը, բայց ես այս մյուս կողմն էլ եմ ասում։ Ասում ենք սրբվենք, մաքրվենք, որ արժանի ձևով գանք։ Այդ դեպքում արդեն դու կդառնաս փարիսեցի։ Այն ժամանակ ֆարիսիները։ Ինչի համար։ Որովհետև ինչը որ դու մտածում ես քո ուժերով ես հասել, քո կարողությունով ես հասել, հետո արդեն դու սկսես բարձրից նայել մյուսներին, կդատես մյուսներին ու մոտ որ չի ստացվի։ Որովհետև դու հասել ես, ինքը չի կարացել։ Բայց որ դու գիտես Հիսուսով ես հասել, Հիսուսով ես մաքրվել, ինքը իր պատվիրանները քո սրտի մեջ է գրել, 5 կտակարանում, Աստված 10 պատվիրանները գրեց տախտակների վրա, 2 տախտակ, քարե տախտակների վրա, մարդու սրտի մեջ չկար, նրանք պետք է նայեին, որ սենց իրանց ստիպեին, հետևեին, բայց 5 կտակարանում մարգարեություն է եղել, Աստված մարգարեների միջոցով ասել է, այսպես է ասում Տերը, որ ես նոր ուխտ եմ կնքելու իմ ժողովրդի հետ, նոր ուխտ, new covenant, այսինքն new covenant է գալու, որն է տարբերություն, ասում է, ես կվերցնեմ իրանց քարե սիրտը, կտամ մստեղեն սիրտ, եւ իմ պատվիրանները կգրեմ նրանց սրտի մեջ։ Պատկասում եք, պատվիրանները քարի վրա չի, գրքի վրա չի, սրտիդ մեջ, այդ գիտես ինչ է նշանակում։ Դա քո մի մասնիկն է այդ պատվիրանը։ Քո այդ փարթն է, քո մասն է։ Դու քեզ ջանք չես գործադրում, որ դու պահես էտի կամ չպահես, դա քո մասն է։ Դու սիրում ես այդ պատվիրանքները։ Դու ուզում ես, անգամ եթե մարմին թարս այդում չի ստացվում, բայց քո մեջ ասում ես, ես սիրում եմ, ես ուզում եմ, ուրիշ անգամ դու ատելությունով ես վերաբերում այն մարմնի գործերին, որ նախկինում մի ժամանակ դու շատ հավեսով էիր անում։ Աստված իր պատվիրանները այս մարգարեությունների գրել է մեր սրտի մեջ 5 կտակարանի նոր կտակարանի 10 պատվիրանների տարբերությունը որոնք են նոր ասեցի 5 կտակարան գրված էր այն քարե տախտակների վրա եւ մարդիկ պետք է վախենալուց ելնելով Աստծուն հաճելի ելնելով ձգտեին որ դա անեին ձգտեին որ պահեին ոնց որ այսօր աշխարհիկ մարդիկ գիտեն եթե գողացան պետքա չէ դատապարտվեն եթե սպանեցին եթե շնություն արեցին պետքա պատասխանատվության ենթարկվեն այսինքն եւ շատերը հանցանք ինչի չեն գործում վախից ելնելով վախի
Այդ կոնտրոլից ելնելով, որ եթե հանգարցարեցին, իրանք պատասխանատվության կենթարկվեն կամ թիքետ կվճարեն, չէ՞։ Այդպես էլ 5 կտակարանի 10 պատվիրանի ժամանակ էր։ Դրա համար կոչվում է Դազաստանի ուխտ, դատաստանի ժամանակաշրջան։ Վախով էին իրան գնում, բայց այդտեղ այտենց չի, պատվիրանը մեր սրտի մեջ է գրված։ Ես չեմ ասում, որ խախտեցի իմ Աստված ինձ մի ասեց խփի անես կգա, որ ես պատժի մեջ չէ։ Դրա համար Հիսուս ասեց՝ մի պատվիրան եմ տալի ձեզ։ Սերն ա դա։ Սիրեք իրանց, ոնց որ ես ձեզ սիրեցի, ասում է, որտեղ նա ասում է, որ սիրում է, պահում է բոլոր 10 պատվիրանները։ Նոր կտակարանում շեշտադրում է սերը։ 10 պատվիրաներից չի առանձնացել դա, բայց գլխավորը սերն է։ Դրանով է կատարվում նրանք, ոչ թե սկզբից նրանք։ Հասկանում եք, սա մեր սրտի մեջ է գրված։ Այստեղ ջանքը ոչ մի բան չի անի, ջանք կա, այո, ջանք կա, բայց ես ուզում եմ, որ մենք հասկանանք այդ ջանքը երբ է արվում, ինչպես է արվում, ինչի համար է արվում։ Ասեմ առաջի ջանքը որն է։ Այսօր ասեցի արդեն։ Մտիր աղոթքիդ սենյակ։ Շատ թույլ ջանք է տվել քեզ։ Մտիր աղոթքիդ սենյակ։ Ու միշտ ամեն օր հարատևության consistently Էտա քո ջանքը առաջինը դու կտնես մնացածը կատարում Աստված մի հատ ծանր բեռ մեր վրա չի դրել որ մենք չկարողանանք անենք 5 կտակարանում դա ծանր բեռ էր համարվում որովհետև նրանց սրտի մեջ չէր իրանք պետք է կռվեին ջանք անեին չարչարանք անեին որ ինչ որ ձևով ստացվեր եւ որ չէր լինում որպեսի անեսք եւ դատապարտություն չգար իրանց վրա ինչ էին իրանք անում գառը պետք է զոհաբերեին որ անես դատապարտություն չկա, բայց գառը զոհաբերվեց արդեն 2000 տարի առաջ Քրիստոսը խաչի վրա իր սուրբ արյունը թափեց եւ հավիտյան ջնջեց ոչ միայն ներեց մեր մեղքերը, քանդեց մեղքի ազդեցությունը, ինֆլուենսը մեր վրից։ Նա հեռացրեց մեզանից։ Մեր սրտից դրա համար ասում է նա ով Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, նոր ստեղծված է, new creation։ Մենք ներսում new creation, մեր դրսինը հին է։ Մեր միտքը հələ նորոգվելու կարիք ունի հիննա, տանում է մեզ գցում է բանի մեջ, բայց որպեսի քո new creation-ը նոր արարածը իշխի պարզ մի հատ բան ա տվել Հիսուսը մեզ։ Մտիր սենյակդ աղոթք արա։ Ինչի էր Հիսուսը այդքան շատ ասում արթուն եղեք աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Եթե դու տեղ ես տալի հոգում, աղոթքի մեջ ես, ուրեմն հոգիդ կիշխի քո մտքին էլ մարմնին էլ։ Սա պրոբլեմը սկսում է չաղոթելուց։ Բայց երբեմն մարդը ուզում է աղոթքի եւ այստեղ կանգնած է սատանան։ Ասում է չէ, դու արժանի չես, դու սխալ ես արել։ Դու մի գնա, Աստված քեզ չի ընդունում, միջև չմաքրվես չես գնա։ Տես այստեղ գիտելիքի պարկասից է։ Էդ էլ նրանց է որ մարդ խոսքը չի կարդում, այս երկու բանն է շատ կարեւոր, որ աղոթք անենք եւ Աստծո խոսքը կարդանք, գիտելիք ստանանք։ Եթե անգամ Քեզ ամբողջը չի բացում, դու եկեղեցի ես գալի, Bible study-ներին ես գալի, խոսում ես հովիվներից մեկի հետ, ստանում ես պատասխանը, դու հասկանում ես, ես ոնց կամ գալիս եմ Տիրոջ առաջ։ Տեր, ես կարիք ունեմ փոխվելու։ Որ դեպքում է Տերը ընդունում, որ դեպքում Տերը չի ընդունում։ Երբ որ մեկը գալիս է ասում է, հա ինչ ա եղել, որ սաղ էլ սխալներ ունեն, ես էլ մեղքեր ունեմ, ոնց որ այդքան է մարդը, երբ որ չի պատրաստվում դրանցից ազատվի, եթե դա իրան չի անհանգստացնում, այդ դեպքում Տերը չի հավանում այդ տեսակ մոտեցումը, վերաբերմունքը իրան։ Բայց այն մարդը, որ ուզում է ու չի ստացվում, կապ չունի, անգամ եթե դու շատ խորն ես ընկել, մոտեցի Հիսուսին։ Սրբողը ինքն է, ասում է, ում որ որդին ազատի, ինչ? Նա իսկապես ազատ կլինի։ Ով է ազատողը։ Հիսուսը, բայց մենք պետք է ուզենք։ Եվ ստեղ կա մեր ջանքը, եւ չկա։ Մեր ջանքը պետք է հենց այնա։ Գնանք, մտնենք մեր սենյակը, դուռը փակենք, աղոթք անենք։ Երկրպագի Տիրոջը։ Փառք դու իր փրկության համար։ Առավոտ զարթնես մի ասա, ես մենք պետք է չփորձենք մեր արդարությունով, մեր righteousness-ով փորձենք գանք, չկա։ Չի կարա լինի, այտենց մեկը չկա, ասում արդար չկա, մեկն էլ չկա, չկա բարություն անող, չկա Աստծուն խնդրող, մեկն էլ չկա, բոլոր մեղ գործեցին Աստծո փառքից ընկան։ Ձրի ենք արդարանում, Հիսուսի արյունով ձրի ենք արդարացել։ Այսի պիտի միշտ հասկանանք, բայց երբեմն մենք չենք հասկանում, որ մենք լինելով նոր կտակարանի ծառայողներ, պաշտոնյաներ,
Ընկնում ենք օրենքի մեջ, թեև մենք օրենքի մեջ չենք ապրում 5 կտակարանի օրենքի 10 պատվիրանների եւ 613 կանոնների ժամանակ չենք ապրում, բայց շատ անգամ հավատացյալներ իրանք չեն հասկանում ոնց են գնում օրենքի մեջ, փորձում են օրենքի գործերով արդարանալ ու մի բան չի ստացվում դատապարտություն։ Ասում է դատապարտություն չկա նրանց, որոնք Հիսուս Քրիստոսի մեջ են։ Ու շարունակություն ասում է, որոնք ոչ թե մարմնավոր ձևով են ապրում, այլ հոգեորապես, բայց որպեսզի հոգեորապես ապրես, նախ պետք է հոգում տեղ տաս, եւ հոգում տեղ տալու ամենա ճիշտ պարզ տեղը աղոթքից է սկսում։ Մենք ստեղ որ գալիս ենք, ես աղոթում եմ, չէ՞, թե երկար պագում եմ ձեր հետ միասին։ Ես մտնում եմ հոգու մեջ։ Ամենահեշտ ճանապարհը հոգու մեջ մտնել, սկսի երկար պագել, աղոթել, փառաբանել Աստծուն, քո հավատքի մասին կիսվել մարդկանց։ Ատենաս ամեն ինչ կատարվում է։ Սենց մի հատ բան էի նայում, սենց մի հատ վիդեո էր, մի հատ մարդ սենց մեծ պանել էր դրել, ցեմենտից, կոնկրետից մեծ պանել է։ Ուզում էր շրջեր, չի շրջվում։ Դրված ասեն շատ հաստ բան է։ Չի ընկնում։ Հետո դրա հետևը դրեց ավելի փոքրը մի հատ, սարքած այդ նույն ցեմենտից պանելը։ Հետո դրա հետևից ամենափոքրը, մի հատ նրա հետևից մյուս փոքրը, հետո մի հատ ավելի փոքրը, վերջում այսքան մի հատ բան էր։ Ինչ կատարեց։ Այս փոքրիկ բանել որ բրդում է, ընկնում է մի քիչ ավելի մեծի վրա, անա շուռա գալի։ Հետո այն մի քիչ ավելի մեծ ընկնում է ավելի մեծի վրա։ Այդտենց գնաց, վերջում այդ ամենամեծը ընկավ գետին։ Մեր գործը այդ է, Աստված մեզ միանգամից ծանրություն մեծ այդպես պանելի պես կոնկրետից պանել չի դրի մեր առաջ, որ այդպես չկարողանանք։ Դա 5 կտակարներ չէր ստացվում։ Մեզի շատ པարզ ճանապարհ է տվել։ Հիսուսը մեզ վերստին ծնել է, որ մենք իրանք Տեր ենք դավանել։ Իր խոսքը մեր սրտերի մեջ գրվել է, իր պատվիրանները։ Եվ ընդամենը པարզ քայլ դարձրու սովորություն քո համար, սա ստեղից է սկսում, սովորություն։ Habit դարձրու։ Կապ չունի, ուզում ես չէ ուզում, սովորություն դարձրու, փոքր այդ փոքր քարն է։ Եվ որ դու այդ անում ես, դա խփում է ավելի մեծին։ Նայելա շուռ գալի, բոլոր այդ ծանրությունը բրից հետ քանդվելու է։ Հասկանում եք, որ Աստված ծանրություն չի դրել, որ մենք չկարողանանք տանենք, որովհետև Հիսուսը փարիսեցիներին ասեց, ասում է, ծանր բեռները դնում եք մարդկանց վրա, դուք ես չեք տանում, չեք կարում տանեք։ Ծանր բեռներ եք դնում։ Հիսուսը ծանր բեռ չի դրել։ Հիսուսը մեզ ազատել է մեղքից։ Ինչ պետք է անենք դրա համար շնորհակալություն հայտնենք։ Փառտանք։ Երբ որ մի բան չի ստացվում, ընկնում ենք մարմնական սխալ վիճակի մեջ, ոչ թե պետք է հեռանանք Աստծուց, հակառակը պետք է ավելի մոտենանք, վազենք։ Ասենք Տեր, քո առաջ եմ գալիս։ Ոչ թե sense մեղավորություն, ասա, այո Տեր, ասա, սխալվել եմ։ Ես թուլություն ունեմ, ես քո կարիք ունեմ, Հիսուս, գոռա, աղաղակի, կանչի Աստծուն։ Գիտեք, քանի անգամ Աստված ինձ ազատել այդ աղոթքներից հետո։ Հրաշք ձևով, բաներ, որոնց դեմ ես պայքարել եմ երկար ժամանակ, կռիվ եմ արել, չի եղել։ Ես ես ուղղակի պարզ այդ ձևը հիմա ասում եմ։ Շատ պարզ, simple, շատ պարզ ձևը։ Ես գալիս էի Աստծո առաջ, ասում էի Տեր, այս բանը իմ կյանքում կա, դու գիտես։ Բայց ես չեմ ուզում դա անեմ, Տեր Աստված։ Օգնիր ինձ Հիսուս։ Ոչ միայն այդպես է ասում, նաև ես ասում եմ, ես իմ կամքով հրաժարվում եմ սրանից։ Ես իմ կամքով հրաժարվում եմ այս մեղքից, այս մտքից, այս վարքագծից, ես իմ կամքով հրաժարվում եմ, ես քեզ սատանա ասում եմ, չէ, բայց նայեք ինչ էի ասում եւ նույն ժամանակ, ասում եմ Տեր, բայց դա իմ ուժով չի լինի, ես իմ ցանկությունը ասում եմ, ես չեմ ուզում, ես հակառակն եմ սատանա քեզ, բայց ես քո շնորհքի գրեյսի կարիք ունեմ, օգնիր ինձ Տեր, որ դա չկպնի։ Գիտես, հրաշք էր կատարվում։ Դրանից անմիջապես հետո շատ անգամներ ա եղել, մի անգամ չէ, շատ անգամներ ա եղել։ Դրանից անմիջապես հետո չկա, ասում հեռացել ա, պոկվել ա, չկա։ Դաշե այս իմ ծառայության ընթացքում բաներ ա եղել, որ խանգարել ա։ Բաներ ա եղել, որ խանգարել ա, գնացել եմ ասում, Տեր, դու գիտես, ես այստեղ չեմ կարող, Տեր, բայց
Այնպես չի, որ լրիվ գցում եմ Տիրոջ վրա, նայեք, մեր բանն է, Տերը պետք է համոզվի, ինչքանով ես դու ցանկանում փափագում հրաժարվել այդ բաներից։ Ասես ես չեմ ուզում, ես ատում եմ էսի կամ ատում եմ մեղքը, ես հրաժարվում եմ քեզանից սատանա, ես քեզ ոչ եմ ասում Հիսուսի անունով, ես չեմ անելու, բայց ոչ թե իմ կարողությունով, այլ նրա պատճառով, որ Տիրոջ շնորհքը զորություն ունի վրա, դրա պատճառով ես հավատում եմ, ու Տեր, դու գիտես, որ իմ հույսը իմ ուժի վրա չի, դու ասել ես, որ Սուրբ Հոգին կգա եւ ամեն բանում ձեզ կառաջնորդի, կսովորացնի, Տեր, դա քո զորությունով է, շնորհքով է։ Հելելեմ դուս չկա։ Ու նես չի մի օր, երկու օր, մի շաբաթ, չկա, անհետացել է, ճիշտ աղոթք պետք է բերես, պետք է ճիշտ սրտով գաս, ճիշտ դու հասկանաս քո դիրքը որն է, շատ անգամ մենք փորձում ենք մեր գործեր, իմ մոտ չստացվեց, ես Աստծո առաջ մեղավորության զգացողություն Աստվածյանների նորից մեղ գործեցի, դատապարտությունը դառավ քեզ մոտիվացնող, շարժող եկար Աստծո առաջ ներիր, սխալվեցի, ուսես մի քանի օր ներողություն ես խնդրում ես մեղքի զգացողությունը քիչ-քիչ մտածում ես ինչքան ժամանակ անցավ այնքան Աստված կմոռանա։ Մեր մոտեցումը, մեր հասկացողությունը սխալ է, դրա համար դա շարունակվում է։ Ինչի է շատերի մոտ այդ մեղքը շարունակ, որտեղ մեր մոտեցումը, հասկացողությունը սխալ է։ Կապ չունի քանի անգամ կընկնես, կսխալվես։ Հենց ասիրների վարկյանական ներելու է։ Վարկյանական։ Բայց ես չեմ ասում մենակ դրա վրա կան, ասա Տեր, ես էլ չեմ ուզում էդի։ Ես հրաժարվում եմ քո զորությունով։ Ու հետո պատտվի սատանան ասա սատանա ես քեզ ոչ եմ ասում, քո փորձություններին, քո մեղքին, քո առաջարկին ես ոչ եմ ասում։ Ես չեմ ուզում, ես ատում եմ քեզ, ես զզվում եմ քեզ, ես հրաժարվում դրանից, ես Հիսուսին եմ ընտրել։ Հիսուսին եմ ընտրել, ես դա չեմ ընդունում։ Պետք է համոզված ասես։ Լսեն շներ կա, մի մարդ պատմեր, ասում է, երբ որ գնում էր պոեզով պետքա ուրիշ քաղաք եթար, իր շունը իր հետևից անդադ գասած ֆորում էր ասում էր գնա շունը էլի չէր հետեթում, շունը շարունակում էր իր հետևից, հետո սենց վճռականորեն վերջի անգամ սենց որ չի ուզում շունը ընկնի իր հետևից այդ պոեզի, ֆորում ասում է գնա դե դու շուն տարա, ասում է շունը մի անգամ էս վախենում է պատադում վազումատում, շատ կարևոր է որ մեր վճռականությունը շատ կարևոր է։ Հասկացաք, որ դու ասես ոչ սատանա ես քեզ չեմ ասում, պետք է դա շատ խորը լինի, պետք է ինքը համոզվի, այն որ մարդիկ են էլ նույն անդադ sense քեզի ինչ որ բան են փորձում համոզեն, քեզի փորձում են գայթակղեցնեն տանեն, ասում ես լավ մի քիչ նայես ձևով ուզում, չեմ ուզում իրանց բանանեմ նեղացնեմ, ասում ես չէ, բան, չգիտեմ, չեմ ուզում, անդադ կհամոզեն, անդադ կխոսան։ Բայց որ դու հաստատական, վճռական ձևով ասեցիր ոչ, իմ հետ էլ այդ թեմայով չխոսաս։ Ես քեզ չեմ ասում, ես չեմ ուզում գամ այդ կլաբը օրինակի համար։ Մարդը ինչ որ մեկն առ, ասում ես ոչ, ինձ այդ թեմայով էլ չխոսաս, երբ որ տենա շատ սիրիոզն ես, շատ լուրջ ես։ Всё, չի խոսա։ Նրա պատճառով որ վախենում ենք մարդկանց նեղացնենք, սենց թույլ ենք բանանում։ Նույնպես է սատանային եւ նրա գործերին պետքա ահոլքի մեջ ասես ոչ եմ ասում, ես ատում ինչքան ջղայնություն կա կուտակված մեր շատ սաղ վեկալ ասա ոչ սատանա, ոչնչություն, դու պարտված ես, ես չեմ ասում, ես զզվում եմ քեզանից, զզվում եմ այս մեղքերից, ես հրաժարվում եմ Հիսուսի անունով, ես ատում եմ, ես ամբողջովին հրաժարվում եմ, նորից պատատվի Աստծուն ասա, Տեր, դու գիտես, որ քո զորությունով ասա, քո ուժով է, քո արյունը թող մաքրի, քո Սուրբ Հոգու գրեսը, ուղղակի այդ շնորհքը գործի իմ վրա եւ ես ազատ կլինեմ, որտեվ քո խոսքը լավ կլինի, որ այդ ժամանակ에 համար բերես Աստվածաշնչից ասում է, ում որ որդին ազատում անա, իսկապես ազատ կլինի։ Ու ասում եմ, ասեցի, Տեր, ասում ես, ում որ դու ազատ ես, նա ազատ կլինի։ Ու երբ որ ես ասում եմ էդի, գալիս է։ Ժամանակ ալինում ինչ որ ժամանակ աղոթում եմ չի օգնում, ու ես հասկանում եմ, որ դա վճռական չէր, ուժեղ չէր, ամբողջ սրտից չէր։ Շատ կարևոր է որ դա լինի ամբողջ սրտից։ Կամ ժամանակ է լինում որ փորձում ենք մեր գործերով գանք Աստծո առաջ, ելի կշկրկնվի այդ ցիկլը, այդ սայքլը անդադ կշարունակվի։ Պետք է շատ ուժեղ հասկանանք, որ այդ արդարությունը, righteousness-ը մեզ ձրի է տրված, փրկությունը ձրի է տրված։
Ինչի համար հենց որ մյուսներին մեղադրում է մեկը դատումա, մի 10 անգամ ավելի խորն է այնքան գնում։ Որովհետև Աստված քաշում է իր ձեռը, Աստծո պաշտպանությունը գնում է մարդու վրից։ Երբ որ փարիսեցիները այն ժամանակվա որոշակի կանոններ, օրենքներ կարողանում էին պահեին, որոշակի շաբաթը այնտեղ, չգիտեմ, ծոմ էին պահում, ինչ որ բաներ պահում էին, իրանց ուժերով հասած բոլորին դատում էին, ովքեր որ իրանց նման չէին անում, մեղադրում էին։ Բայց մի կնոջ բերեցին շնացող Հիսուսի մոտը, փարիսեցիները ասեցին, ըստ Մովսեսի օրենքի պետք է սրանք քարկոծենք։ Հիսուս ասեց, ով է ձեզանից անմեղ, թող առաջինը քարկցի նրա վրա։ Ինքը հիբրու բառի մեջ եվրայականն էս բառը օգտագործում։ Ով է ձեզանից անմեղ։ Իրանք հասկացան, որ անմեղ մենակ կոչվում է Աստված։ Սա հասկացան ու չվերցրեցին, հերթով հեռացան։ Ու Հիսուսը այդ կնոջ ասեց, ես էլ քեզ չեմ դատապարտում։ Գնա այլևս մեղք մի գործի։ Չասես գնա մեղք իշխան ուզում ես գործի, ես քեզ չեմ դատապարտում։ Չասես չեմ դատապարտում, բայց գնա այլևս էլ մեղք մի գործի։ Եվ ոչ միայն Հիսուսը ներեց, նաև ազատագրեց իրան։ Իրան անես կարողություն տվեց, որ այդ կինը արդեն մեղքից հեռու մնա, էլ մեղք չգործի։ Բայց այնպես չէր, որ այդ մեղքի գայթակղությունը, այդ temptation-ը չէր կարա գա այդ կնոջ մոտ, կարար էլի գար։ Իրանից պետքա պահանջեր ասեր ոչ, պրոստ ասեր ոչ։ Հասկանում եք։ Մենք պետք է հասկանանք նոր կտակարանի պրինցիպները, սկզբունքները, ոնց է գործում, եւ դու ազատ կլինես։ Դրա համար է Տերը ասում կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ, ես դա շատ անգամներ իմ վրա զգացել եմ, ուղղակի խոսքեր չեմ խոսում, դրա մեջ ուժ կա, հասկանում եք, ոնց որ ասեցի այդ պանելների բանը, հաստ պանելը, որ մարդը չի կարող շրջի, հետևը դնում ավելի փոքրը, գնալով պստիկ անում, մի հատ փոքրը, որ սենց մատով կարա սենց անի, մի հատ փոքր մատի շարժումով այն մեծ պանելը վերջում շուռ է գալի, իրար խփելով, այդպես է Աստված մեզ պարզ բան ա տվել, մտի սենյակդ աղոտ քարա, մտի սենյակդ աղոտ քարա եւ այն ծանր թվացող բաներն դա կխփի կգցի։ Աստծո զորությունը կգործի շատ ուժեղ ձևով։ Սա դժվար չի, սա հեշտ է, որտեվ Հովանես Մկրտիչը Ջոն Բապտիստը որ եկավ, ինքը ասեց Տերը փրկության համար ճանապարհները չի դժվարացրել։ Ճանապարհները հեշտացրել է։ Կարդացեք, որ դա էր ինքը ասում։ Ամեն սարը խոնարհվի, սարը, չէ՞։ Եվ ամեն փոսը ձորը հավասարվի, ճանապարհները հարթահարթակ դառնան, եւ ամեն մարմին տեսնի Տիրոջ փրկությունը։ Հեշտանում է։ Դա արել է Տերը իր խաչով, իր զորությունով, իր Սուրբ Հոգով։ Ես հավատում եմ, ինչ որ խոսում եմ, դա ձեզ ազատագրում է բերում։ Առաջինը բերում է ձեր մտքերի մեջ այդ ազատագրումը։ Խնդրում եմ հավատա, որտեվ ես սա Սուրբ Հոգով եմ այս քարոզը ձեզ քարոզում։ Հասկանում ես։ Տես, սա է իմ թեման, բայց ես էլ սրան էլի չեմ դառը, ես էլի կթողեմ, կապ չունի, հասկացաք։ Որտեվ Աստված ուզում է, Սուրբ Հոգին ասում է, որ դու հավատաս, որ դա հեշտ է։ Հեշտ է։ Դժվար չի։ Առաջի Հովանես 5-րդ գլխի 3-ից 5 համարը որ կարդում ենք ընդ ասում է եւ սա է սերը որ նրա պատվիրանները պահենք եւ նրա պատվիրանները դժվար չեն մարդիկ ասում են դժվար չի ինչի դժվար չի որտեւ դա գրված է սրտի վրա մեր եւ որ դու Հիսուսին ընդունել ես դա սրտիդ վրա է գրված քարե տախտակների մեջ չի հա պետք է այդամ դա քո մեջ այսինքն դու քո մեջից ուզում ես արդեն պահես այտենց Էլի եմ ասում, միակ փոքր ջանքը մեր առաջ դրված է այն, որ ամեն օր, ասա ամեն օր, որ մենք պետք է մտնենք աղոթքի տեղը, աղոթ կանենք շփվենք Աստծու հետ։ Ամեն օր, ասա ամեն օր, պետք է բացենք գիրքը, կարդանք եւ հավաքույթ բացքը չթողնենք։ Ամեն։ Դժվար չի, իմ ուղերձը սա է որ դժվար չի, հեշտ է, եւ դա ասում է նոր կտակարանը։ Հին կտակարանում դժվար էր, չէին կարող, բայց այդտեղ դժվար չի։
նախ մեր մեջ է գրված մեր սրտի վրա, հետո Սուրբ Հոգու զորությունը մեր հետ, հետո ձևը տվել ասա։ Շատ հեշտ է։ Ճիշտ մեթոդներ պետք է օգտագործես ուղղակի։ Այսքան Հիսուսի ասածով կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Հասկանում ես, ոչ թե դու սպասում ես, երբ պետք է Աստված ազատի, ճշմարտությունը ճանաչելով։ Ճշմարտությունը մեկը այսօր սա է որ ասում, դժվար չի, հեշտ է։ Եթե չես կարողանում այդ դժվար ծանր բաները հաղթել, սկսի աղոթքից։ Բայց մի բանից զգուշացի, որ սատանան քեզ չխանգարի, ասի դու արժանի չես չմտնես աղոթելու։ Դրանից զգուշացի, որտեղ դա խանգարող արգելք է լինելու։ Եթե դու իսկապես ուզում ես ազատ լինես ու սուրբ կյանքով ապրես, սատանայի դատապարտող մտքերը քեզ չպետք է խանգարի։ Պարզա չէ։ Միասին եկեք այս խոսքը ասենք, որովհետև սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանքները պահենք, եւ նրա պատվիրանքները ծանր չեն։ Ասա հավատում եմ Տեր, ինչ որ քո խոսքը ասում է, ճշմարիտ է, քո խոսքը ասում է Տեր, որ քո պատվիրանները ծանր չեն, դժվար չեն, եւ ես հավատում եմ, որ դրանք ծանր չեն։ Ասում է, որովհետև ամեն ով որ Աստծուց ծնված է, հաղթում է աշխարհին։ Ես ծնված եմ Աստծուց, եւ ես հաղթում եմ աշխարհին, եւ Քրիստոսի հոգին է իմ մեջ։ Ասում է, եւ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Ով է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, թե Հիսուսն է Աստծո որդին։ Այդպես պետք է ադեք, որ դժվար է, չի լինում, չեմ կամ։ Նախ պատասխանեց սատանա, սատանա ռադեղի։ Գործ ունես իմ հետ, քո գործը չի սխալվել եմ, դա իմ ու Աստծո միջև է։ Կորի Հիսուսի անունով, ես չեմ ընդունում քո դատապարտությունը, ընկած եմ իմ Աստծո առաջ եմ ընկած։ Կանգնած եմ իմ Աստծո առաջ եմ կանգնած։ Խոսքը ասում է, թե ընկած, թե կանգնած Աստծո առաջ։ Հիսուսը տեղ չունես, դա հեշտ է պատվիրան, ասում է, չէ, ու քեզ միտք տալ, որ ասես դժվար է, հնարավոր չէ, ոնց։ Այն ամենա այն լեգիոն ունեցող այն դիվահարին Հիսուսը մի վայրկյանում ազատագրեց։ Մեռածին հարություն տվեց։ Մեղավորին ներեց, սենց փոխվում էին մարդիկ, փոխվում էին։ Աստծո զորությունը ստե է, որ մենք փոխվենք։ Աստծո զորությունը ինձ փոխել է, ձեզ էլ է փոխում հիմա։ Ընդունեք այդ խոսքը ու չհրաժարվեք, չգնաք ասեք, հո մեկա չէ, ինչ մեկա չէ, ում ես լսում։ Այսօր Աստվածը ստեղից խոսում, ում ես լսում, ում միտքն ես ընդունում ու քո ամեն օրվա աղոթքները պահի խնդրում եմ։ Մենք երբեք չենք արդարացնում մեղքը, գիտեք։ Երբեք չենք ասում ոչինչ, ինչ ուզում ես արա մեկը Աստված կների։ Այդ տեսակ մոտությունով չեմ ասում։ Այդ տեսակ վերաբերմունքով չեմ ասում, ինչ ուզում ես արա մեկը Աստված կների։ Ես այն դեպքում եմ ասում, երբ որ դու իսկապես ուզում ես ճիշտ սուրբ կյանքով ապրես ու չի ստացվում, 1000 անգամ էլ մեկը դու արի Աստծո առաջ ոնց կաս, ինքը քեզ ընդունում է, օգնում է, աշխատում է հետդ։ Հասկանում եք ինչ եմ ասում, եւ զորավոր կգործածի։ Փառք Տիրոջ, եկեք կանգնենք փառք տանք Տիրոջ, եկեք զորավոր Աստված։ Հալելույա Հիսուս, հալելույա, հալելույա Հիսուս։ Երկի ես երկը, փառաբանի Աստծո սրտով, հալելույա, փառք տուր Աստծուն, ամեն, հալելույա Հիսուս։ Կաղը քայլում, քույրը տեսնում, խուլը լսում, ներած է հարություն առնում, օդությունը գործում և ազատում և բժշկում, ներած է հարություն առնում, կաղը քայլում, քույրը տեսնում, խուլը լսում, ներած է հարություն առնում, օդությունը գործում և ազատում և բժշկում, ներած է հարություն առնում, հավատում եմ, հրաշագործ մեր Աստծուն, հրաշագործ մեր Աստծուն, հավատում եմ, հրաշագործ մեր Աստծուն, ամեն բան հնարավոր
վրա է հոգի, ինձ վրա է հոգի, ինձ վրա է հոգի, ինձ վրա է հոգի, Սուրբ հոգի, ինձ վրա է հոգի, ինձ վրա է հոգի, ինձ վրա է հոգի, Սուրբ հոգի, ոչինչ դժվար չէ քեզ համար, ոչինչ դժվար չէ քեզ համար, դու ես Եհովան, Yeshua, ոչինչ դժվար չէ քեզ համար, ոչինչ դժվար չէ քեզ համար, դու ես Եհովան, Yeshua, ոչինչ դժվար չէ քեզ համար, ոչինչ դժվար չէ քեզ համար, դու ես Եհովան, Yeshua, ոչինչ դժվար չէ քեզ համար, ոչինչ դժվար չէ քեզ համար, դու ես Եհովան, Yeshua, հավատում եմ, հրաշագործ մեր Աստծուն, հրաշագործ մեր Աստծուն, հավատում եմ, հրաշագործ մեր Աստծուն, հրաշագործ մեր Աստծուն, հավատում եմ